Apricot stone, hear it in my head. Նորվել եմ ես կարծես, չեմ գտնում իմ տեղը ես։ Սարերի հովին մեռն եմ, դա ինչ շատ է պարասնում։ Հա? Էսպես։ Դիմավորում ենք մայրամուտ Լուսապա։ Սիրուցավուց կանա Երջանի գեղիր դու նրա հետ Որ գիտի թե դու ով ես։ Կարաոկե 963 Դե, ինչպես ասում են սիրելի դիտողներ, ամեն լավ բան ունի իր ավարտը։ Իսկ մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ իհարկե սիրելի դիտողներ, ես Ավետն եմ, դուք գտնվում եք 963 կարաոկեում, սա մեր երրորդ եթերաշրջանն է եւ ես ուրախ եմ կրկին ձեզ ողջունել հենց այս տաղավարից։ Եվ իհարկե մեծ սիրով ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրերին, միասին ծանոթանանք նրանց հետ։ Այսօր տաղավարում են շատ տաղանդավոր եւ իհարկե հետաքրքիր ու յուրօրինակ մարդիկ, ովքեր ամեն մեկն ունեն տարբեր մասնագիտություններ, բայց իհարկե նրանց բոլորին միավորել է երգն ու երաժշտությունը։ Տաղավարում է Հովանուշը, ով բանասեր է եւ իհարկե միևնույն ժամանակ շատ շնորհակալ եմ եւ իհարկե նա ցուցաբերում է իր առաջին հանրային քայլերը։ Անմիջապես նրա կողքին նստած է մարդ, ով իմ կարծիքով ավելի շատ է պաշտպանում կենդանիներին, քան հենց կենդանիները կարող են իրենց պաշտպանել։ Կամիլան, եկեք Կամիլային ողջունենք, ծափահարենք։ Նրանց հակառակորդ թիմում կմրցեն Հյուգոն, ով հաճախ մեզ ներկայացնում է մեր մայրիկների կերպարները, բայց իրականում իր տեսանկյունից։ Ողջույն Հյուգո։ Եվ իհարկե Արմենը, ով հաճախ վեր է հանում սպասարկման ոլորտում շատ ու շատ խնդիրներ, որոնց մենք առնչվում ենք, բայց իհարկե հումորի տեսանկյունից։ Ողջույն Արմեն։ Ես ձեզ հետևում եմ բոլորիդ ու շատ ուրախ եմ, որ դուք իմ տաղավարում եք, ոնց եք, ինչպես է ընթանում ձեր կյանքը։ Շատ լավ։ Մենք էլ քեզ ենք հետևում, սկսենք դրանից։ Շատ ավելի պայծառ ու շատ ավելի լավ։ Հյուգո, Արմեն, դուք ոնց եք։ Հիասքանչ, ուրախ ենք, որ ես ոնց որ օրը կիսում ենք ձեր հետ Ավետ ջան։ Բայց ես էլ շատ ուրախ եմ։ Ես ունեմ հարց, ժողովուրդ։ Կա երգ, ըստ ձեզ, որը համարվում է արվեստի գլուխգործոց, գոհար, բայց դրա մասին ոչ մեկ չգիտի։ Գիտեք մենակ դուք։ Այ օրինակ դուք ասում եք, այս երգը ինձ թվում է մենակ ես գիտեմ, բայց շատ լավն է, ախր շատ։ Կա տենց երգ, խնդրեմ։ Հա, Թաթուլի ամաչկոտ աղջիկը։ Թաթուլի ամաչկոտ աղջիկը, լավ։ Բայց դա բոլորը գիտեն։ Բայց ես եմ համարում գլուխ։ Կամիլայի համար գոհար է։ Բոլորը գիտեն, բայց դու համարում ես գոհարը։ Հովանուշ։ Կա նման երգ, ես եմ գրել, բայց խնդրում եմ, երբեք ասա։ չի Հանրայնացվել։ Այո։ Խնդրում եմ մի քառատող մեր համար երգելի։ Մի հատ կրկնեմ։ Լավ, կրկնի մինչև Արմենի պատասխանը։ Արմեն, կա այդպիսի երգ։ Որ ոչ մեկ չգիտեն։ Չկա նման երգ քո համար։ Ու գիտես տենց երբ որ Իրեն մի հարցրու, դու պիտի ասես։ Ես չգիտեմ։ Չգիտես։ Լավ, դա էլ է տարբերակ։ Հյուգո։ օրինակ Լիլիթ Հովանեսյան։ դե Լիլիթ Հովանեսյան սիրում, բայց կանչում է Մարին, հա, շատ։ Օլգա Այվազյան։ Եվ Արմեն Մելքոնյանին կանչում է Մարին։ Այդ շատ եմ սիրում։ Հովանուշ։ Լսում եմ։ Այո։ Ունենք արդյոք երգի տարբերակը։ Ունենք, կարող ենք լսել երգի։ Սրբույի Քեքեջան։ Ահա։ Լճակ։ Հասկացա։ Լավ, իսկ որ երգ դա որ լսում եք ու հասկանում եք, որ այդ երգը ձեզ ուղղակի պարացնում է։ Բարի։ Հովանուշ։ Բարեղանակ ինչ որ։ Բարեղանակ, այո, թեթև այդ ցանկաճը հագնես, գնաս Ուրբաթ շաբաթ կիրակի։ Հասկացա, լավ։ Բայց ուղղակի ես։ Այո, Okay, Արմեն։ Եվի Թաթու, Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ, լավ, Հյուգո։ Սարերի հովին մեռն եմ, դա ինչ շատ է պարասնում։ Հարսի պար։ Ուղղակի պար։ Ուղղակի պար։ Հասկացա։ Այսպես է։ Այսպես։ Այսպես։ Հասկացա։ Մենք մոտավորապես հասկացանք մեր հյուրերի երաժշտական ճաշակը, երաժշտական ուղղվածությունը, սերը դեպի երաժշտությունը, եւ հիմա ձեզ առաջարկում եմ սիրելի դիտողներ տեղափոխվել մեզ հետ առաջին փուլ ու ձեզ բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Գնացինք։ Առաջին փուլի կանոնները հետևյալն են։ Տեսեք, էկրանին հայտնվում է երգ, մասնակիցները պետք է երգեն այդ երգը։ Բայց ամեն թիմից մեկական մասնակից է մասնակցում առաջին փուլում, երգերը միմիայն հայերեն լեզվով են։ Եվ
էկրանի հայտնված երգում փակված են բառեր։ Պետք է մասնակիցը արագ հասկանա բառը եւ իհարկե լրացնի այն երգելով։ Ամեն գուշակված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Սա էսպես։ Բայց որպեսզի մենք խաղանք հիմնական փուլը, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը առաջին փուլում կոչվում է ես ասեմ։ Բացատրեմ ես ասեմի կանոնները։ Ես ձեզ համար կարդում եմ հարցեր։ Որ թիմը, որ գիտի պատասխանը, ձեռք է բարձրացնում, ասում ես ասեմ ու պատասխանում։ Բնականաբար, եթե ճիշտ է, միավորը ձերն է, իսկ եթե սխալ է, պատասխանելու հնարավորությունը անցնում է մրցակից թիմին։ Մենք այս եթերաշրջան կատարել ենք փոքրիկ փոփոխություն եւ ամեն ենթափուլային խաղը տալիս է հնարավորություն վաստակելու 1 ամբողջական միավոր։ Եթե պատրաստ եք, կարող ենք սկսել։ Բոլոր հարցերը մանկական Եվրատեսիլի մասին են, բայց հայաստանյան մասնակցության ուշադրություն սկսեցինք։ Ինչ էր ամենաառաջին խմբի անունը, ովքեր ներկայացնում են Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Մենք ասենք։ Ասեք։ Չէ։ Իրականում ես տարբերակներ ունեի, եթե ուզում եք, ես ասենք որոշենք, ովետ ջան։ Լունտիկներ, աստղիկներ, արևներ եւ բարևներ։ Մենք ասենք արևներ։ Ճիշտ է, արևներ խումբը ներկայացրեց։ Բայլող աստղեր, վերև, ճիշտ է։ Ուշադրություն, 1-0։ Երկրորդ հարցը։ Որն էր խորհրդանիշը երկրորդ անգամ Հայաստանում անցկացվող մանկական Եվրատեսիլի։ Խորհրդանիշը։ Մենք ասենք։ Հյուգոն առաջին ասեց, ես ասեմ։ Խնդրեմ։ Հա, պետք է ասենք ես ասեմ։ Հոլ։ Ինչ։ Հոլ։ Ճիշտ է, հոլ, այո, հոլը խորհրդանշում էր երկրորդ անգամ անցկացվող մանկական Եվրատեսիլը։ Եվ այսպես երրորդ հարցը հաշիվը 1-1 է։ Որ երկիրը հաղթեց մանկական Եվրատեսիլում, երբ այն անցկացվում էր Հայաստանում երկրորդ անգամ։ Ես ասեմ։ Այո։ Ֆրանսիա։ Ճիշտ է, Ֆրանսիա 2-1, չորրորդ հարցը ուշադիր։ Ով էր երգում արևի մարդկանց մասին երգը մանկական Եվրատեսիլում։ Ես ասեմ, Այո։ Բեցի, բայց ազգանունը չեմ հիշում։ Ճիշտ է, ուղղակի Բեցի, ճիշտ է։ 2-2 եւ մեր վերջին որոշիչ հարցը հենց հիմա ուշադրություն։ Եվ այսպես, ովքեր էին հաղորդավարները, երբ մանկական Եվրատեսիլը անցկացվում էր Հայաստանում առաջին անգամ։ Ես ասեմ։ Այո։ Համլետ Արաքելյան։ Հրաչյուն Ութմազյան։ Հա, բայց դա երկրորդը չէ, առաջինն էր։ Վերջնական պատասխան, Ես խոսում եմ։ Վերջնական պատասխան։ Համլետ Արաքելյան եւ Ութմազյան Հրաչյունի։ Սխալ պատասխան չունենք, առասարակ նման տարբերակ չունենք, նրանք միշտ մեկնաբանել են կադրից այն կողմ։ Տարբերակներ Մենք կա։ ովքեր էին վարում, այո, ովքեր էին հաղորդավարները։ Ովքեր էին հաղորդում։ Կա տարբերակներ։ Իհարկե կան տարբերակներ։ Շատ վրազեցիք, ուշադրություն։ Իվետ Ամուկուչյան, Գարիկ Պապոյան, Ավետ Բարսեղյան, Գոհար Գասպարյան, Ավետ Բարսեղյան, Աննա Ավանեսյան եւ Գարիկ Պապոյան, Գոհար Գասպարյան։ Ամենաառաջին անգամ երբ Վլադիմիր Արզումանյանը, Ավետ Բարսեղյան, Գոհար ինչան։ Գոհար Գասպարյան։ Ճիշտ է, Ավետ Բարսեղյանը եւ Գոհարը Գասպարյան, այո, վարում են Եվրատեսիլը առաջին անգամ։ 3-2 հաշվով Հյուգոն եւ Արմենը ամեն ինչ դեռ արխիվում հաղթում են, այո։ Եվ առաջին փուլում երգ ընտրելու հնարավորությունը տրվում է ձեզ։ Մեզ։ Չէ, տրվում է Հյուգոին եւ Արմենին։ Առաջին փուլի երգերը հետեւյալն են։ Ուշադրություն։ Լիլիթ Հովանեսյան, Գնչու եւ Լիլիթ Հովանեսյան, Թշնամուս չեմ ցանկանա։ Իմ սրտի երգերն է։ Բայց մենք երկու տղա ենք, հենց Գնչուի։ Կարող ենք ընտրենք այդ դեպքում։ Այդ առաջին ընտրության հնարավորությունը։ Բայց ախր մյուսը Մենք ուզում ենք դու լինես Գնչուն եւ Պարես, որովհետեւ ես դու այս շարժումը կօգտագործես։ Ես երգես Գնչուն։ Այլո, չէ, Թշնամուս չենք Դու ցանկանա։ հերից Թշնամուս չեմ ցանկանա Լիլիթ Հովանեսյանն է եւ այսպես սիրելի դիտողներ Արմենը բացում է մեր հաղորդումը Լիլիթ Հովանեսյան Արմեն այո մոտավորապես այդպես խնդրեմ Արմեն երբևէ կարաոկեում երգել ես այ հիմա իսկական ժամանակն է Իմ սրտում լաց, իմ սրտում կարոտ Ես հեռանում եմ անխոսուլու ու կարևոր չէ արդեն թե ուր Ապրես Իզուր են խոստումները քո զղջումի մի տուր երթում այն էլ կին չունի աղտոտեցիր սերը մեր մագում Երակներում այդ եթե վերսեն մեր պաղեն Հեռացիր էլի
հասկացել, չեմ հասկացել, որ քո սիրուց վաղուց կանա Երջանի գեղիր դու նրա հետ Անցյալի օրերն եմ ետ վերել Ու ես ազոր եմ չեմ կարողանա Թողեք կարծա այս մասը բարերը Այն ինչի միջով անցա քեզ հետ Ես նշնամուս անգամ չեմ ծանկանա Բրավո Արմեն շատ մելոդիկ, հետաքրքիր, շատ երկեց, լավ, պարացրեց Ես հարց ունեմ Արմենին, կարելի է։ Մեկ Հյուգոն պարացրեց երկու գեղեցկուհիներին եւ բրավո Բրավո Շատ լավ եք մեզ ցավ տալիս Ես իմ ասեմ թե քանի միավոր բերեց Արմենը իրականում իր թիմին Ուշադրություն Արմենը իր թիմին բերում է 3 միավոր 3 ճիշտ գուշակված բառ 6-ից Բայց քանի որ դուք ունեիք 1 միավոր արդեն իսկ առաջին փուլից այն դառնում է 4 Եվ դուք ունեք 4 միավոր Ապրես Շնորհավորում եմ Ասա Հովանուշ խնդրեմ Մոռացա երկրորդ փուլում կհիշես Այմա հասկանանք թե ձեր թիմից ով է երգում Լիլիթ Հովանեսյանի Հանկարծ մեծ Այա շատ Վիրապետ գնաց մի հատ էլ Ձեր թիմը հաղթեց Այո ձեր թիմը 1 միավոր Կամիլայի շորի համար Կամիլային ծափահարում ենք եւ իհարկե ուղեկցում դեպի երգահարտակ գնացինք Ես կպարեմ Կամիլա ես վստահ եմ որ դու փայլելու ես Ահա Չարժե անգամ մի կողպեք Գնչուհի քո մայրը մի անգամ ուշակեց ճակատագիրս Ասացերում անչը կասպախտս դու ես իմ կողքերս Գնչուհի քո մայրը մի Ուշակեց ճակատագիրս Բայց Ցածնա ինձ որ դու ասիր դու անոչի ես մայրդ Որ գիտի թե դու ով ես Ախր նա պիտի ինձ լից Հետ պահեր կեզ իմ սիրած տղան գնչու է Ու չեմ հասկանում ինչու է Սիրտը իմ նրան ընտրել Ձեր տեկը Այսօր խնդրել Նանանեյ, նանանանեյ, նանանեյ, նանանանեյ, նանանեյ, 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 նանանեյ Ուապա! Ես Շնորհակալություն ինձ Ես երկեցի քո փոխարեն Մյուս անգամ հենց կենթանիներին պաշտպանելու կարիք լինի Ինձ կկանչես ես կգամ միասին Ես հետ մահու ներողություն եմ խնդրում բոլորից Իմ հետևորդները եւ առհասարակ ոչ մեկ ինձ չէին ճանաչում Ես կանան տաղանդեմ կներեք Դու շատ տաղանդավոր ես Մի ասա տենց Երկը Դու օգնեցիր ինձ, այո, բայց երգը գիտեմ Երգը գիտեմ, պարել էլ չգիտեմ, երգել չգիտեմ, բայց երգը գիտեմ Մենք մենակ Վանուշ Խանամիրյանին ենք պրիզնատ գալի Եվ այսպես Կամիլան իր թիմին բերում է 6 միավոր Առաջարկում եմ ամփոփել առաջին փուլի հաշիվը Առաջին փուլում հաշիվը մեզ մոտ դառնում է որքան էլ որ Արմեն այո շոկահարված է 6-4 Օգուտ Հովանուշի եւ Կամիլայի Եվ մենք տեղափոխվում ենք երկրորդ փուլ Գնացինք Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Տեսեք, ով առաջին փուլում չի ցույց տվել իր տաղանդը, տվյալ դեպքում Հյուգոն եւ Հովանուշը, այ հիմա եկել է ձեր աստեղային ժամը։ Դուք երգելու եք, բայց երգելու եք արտասահմանյան երգացանկից։ Բնականաբար մենք պիտի կրկին ընտրենք երգեր, պիտի կրկին խաղանք, բայց որպեսզի ընտրենք երգերը, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը երկրորդ փուլում կոչվում է երգաշփոթ։ Բացատրեմ երգաշփոթի կանոնները։ Միաժամանակ հնչում է 5 երգ։ Մասնակիցները պետք է արագ հասկանան, թե երաժշտական խառնաշփոթի մեջ ինչ երգեր կան եւ կարողանան առանձնացնել։ Ովքեր առանձնացնեն ավելի շատ, բնականաբար միավորները իրենցն է։ Եվ ենթափուլային խաղը իրենց ենթադրում է 1 հավելյալ միավոր։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Գնացինք։
Արամ արտիրության հայա։ Ես ասեմ։ Այո։ 5 ժամ ասում եմ։ Արամ արտիրության մայա։ Արամ բայց ես էլ ասում եմ Մարտիրոսյան մայա։ Բրավո, մեկ միավոր, բայց ոնց որ դուք իրար մեջ եք խաղում, հա մենակ։ Ես գիտեմ պետք է 5 երկեմ մի անգամ Չէ, Բայց մենք էլ չգիտենք, որպեսզի ասենք մենք ասենք։ Հա։ Փաստորեն սենց բողոքի ակցիա եմ դասվի։ Այո։ Այդ մա գիտենք։ Այո, արդեն 1-0։ 1-0 է։ Շարունակում ենք։ Գնաց։ Ես ասեմ։ Այո։ Ցուրտ Չէ, չի։ Չէ, դե Շարունակում ենք, գնաց, շարունակում։ Ես գնամ տուն, ուշ է հիմա այդ։ Ուշ է հիմա ես գնամ տուն տարբերակը ունենք։ Շարունակում ենք։ Կարծես թե Սիլվա Հակոբյան Մռութիկ։ Սիլվա Հակոբյան տարբերակ մռութիկ չունենք, այս Սիլվա տարբերակը։ Հակոբյան չունենք։ Ունենք, Սիլվա Հակոբյան ունենք, ու շատ ուրախ ենք, որ ունենք։ Բայց հարց է։ Շարունակում ենք, գնացինք։ Dance man, ես ասեմ։ Մատմանկ։ Բան dance monkey-ներ, Monkey? բանին նա։ Էական չի ունենք։ Հա, դե dance Ինչ monkey։ խնդիր, ունենք dance Գրեք monkey։ թող։ Ունենք Tony and I։ Tony and I, Ես միավոր իրանց, հրաչ։ 3-0։ Շարունակենք լսել եւս 2-3 Հովանուշ Կամիլա։ Քեզ նման եւ շարունակում ենք 3-1։ Ես Ոման վերջ, բայց Սիրուշո հավատում եմ քեզ։ Սիրուշո հավատում եմ քեզ։ 3-2 հաշիվը կրկին հաղթում են Հյուգոն եւ Արմենը, երկրորդ փուլում երկերը ընտրում եք կրկին դուք, խնդրեմ։ Այո։ Ունենք երկու տարբերակ եւ Arrivas Apricot Stone եւ The Eagles Hotel California։ Apricot Stone։ Apricot Stone։ Հա, գոնե էր, եթե որոշ չափով գիտեմ։ Hotel California չգիտես։ Welcome to the Hotel California։ Ավե ջան, չէ, մի հատ։ Դու ռուսերեն չէիր Հասկացա։ Հյուգոն ընտրում է եւ Arrivas-ի երգը եւ մենք լսում ենք նրա կատարումը։ Խնդրեմ, երկհարտակը քոնն է։ քոնն է։ Խնդրեմ։ Այ ոնց եմ պատկերացնում։ Մի օր կպատկերացնեի, որ Եվրատեսիլը դու ես մասնակցելու։ Many years ago, when I was a little child, Mama told me you should know our is cruel and Hugo. love is all that you need. Երաշտությունը մոռացա։ I believed her every word more than anything I heard, but I was too scared to lose my control. I began to cry a lot, and she gave me apricots, kisses of the air fruits of the world. Apricots stuck here in my head, even like you from motherland. Apricot stone, I will drop it down in the frozen ground. I will just let it make this round. Apricot stone here in my head, give it back to me from the motherland. Apricot stone, Apricot stone. Bravo Hugo։ Merci Bravo, շատ։ Երևի Այդ երկել չեն ես։ հա, այսի պետք չի։ Իսկ դու մա հենց սենց եմ ենք երկել։ Մոտավորապես չէ, դե չէ ուզում նման բան ասել, բայց ինչպես կգնահատեք Հյուգոյի կատարումը։ Անմահական 10-ից 10։ Անպատմելի կարած մասնակ Հյուգո պոտենցիալ ունես ընդամենը մեկ միավոր քո թիմի համար։ Մեկ միավոր մի բառ եմ ճիշտ ասել։ Էդ էլ չես Բար ասել չես ասել, երաշտությունն Այդ էլ զուտ ծանոթի կարգով, որ Արմեն առաջինը երկել էր զուտ այդ առիթով։ Ընթառաջում Ես ենք ուրիշ ձև էլի էի պատկերացնում ինձ այս երկը Չես կատարելուց։ երգել։ Բայց ես երկը իրոք հենց սիրել եմ որպես Եվրատեսիլի կատարում, լավն է։ Բոլորս խոսքով։ Ես իհարկե կուզեի որ Ծիրանի ծառը ծաղկեր քո երկելուց, Լավ, բայց մի անգամ էլ կպարտում ենք։ թարամեց
հատ էլ փոչ։ Բրավո, եկեք ծափարենք Հյուգոին, ասենք շնորհակալություն եւ իհարկե տեղափոխվենք Հովանուշ Անթանոսյանի մոտ։ Գնամ։ Գնա։ Բեմարտակը կոնն է։ Գնացի։ Կիմի պատիվը բարձր կպահես, Հովանուշ ամենակարևորը դա է։ Այս իմիջելից ամենասիրած երգերից մեկն է։ On a dark desert highway, cool wind in my hair, warm smell of colitas rising up through the air. Up ahead in the distance, I saw shimmering light. My head grew heavy, my insight grew dim. I had to stop for the night. There she stood in a doorway. I heard the mission bell. I was thinking to myself, this could be heaven or this could be hell. Then she lit up a candle and she showed me the way. There were voices coming down corridor. I thought I heard them say, welcome to the Hotel California. Such a lovely place, such a lovely place, such a lovely place. The lady of room at the Hotel California. Any time of year, you can find it here. Մալադեց։ Հովանուշ։ Ես չէի սպասում, որ բանասեր Հովանուշը այսքան լավ նախ գիտի անգլերեն, ինչ հրաշալի անգլերեն էր։ Եվ իհարկե Հովանուշը իր թիմին բերեց 6 Մարդին բերեցինք, հողոքեցինք։ Եվ ես առաջարկում եմ, ինչպիսին են զգացողությունները երկրորդ փուլից հետո, ուզում եմ հասկանալ։ Լավ։ Ես հիասթափված եմ, հա։ Ինչի՞ց ես հիասթափված։ Ես ամենից։ Ամենից։ Ես լավ գնում։ Գնեմ Մոսկվա։ Ես լավ գնում եմ։ Դեռ կա մեր երրորդ փուլը, ամեն ինչ դեռ չի ավարտվել։ Այո։ Բայց ես առաջարկում եմ ամփոփենք երկրորդ փուլի հաշիվը, իսկ երկրորդ փուլում հաշիվը մեզ մոտ 12-6 Օգուտ Կամիլայի եւ Հովանուշի կրկին։ Տեսնում եք, ենթափուլային խաղերում ձեզ մոտ այնքան էլ չի ստացվում, բայց դե այո։ Կարևորը արդյունքն է։ Այո։ Տեղափոխվենք երրորդ փուլ, սիրելի դիտողներ, գնացինք։ Բացատրեմ երրորդ փուլի կանոնները։ Հիմա ժամանակն է եկել, որպեսզի մենք տեսնենք դուետներ։ Իրականում շատ հետաքրքիր են, թե ինչպեսին կլինի ձեր դուետը, բայց դրա համար մենք պիտի կրկին նայենք էկրանին ու հասկանանք, որ այս անգամ մենք փակված բառերը փոխարինել ենք էմոջիներով։ Վստահ եմ էմոջիներ ձեր կյանքում շատ եք օգտագործում։ Հյուգո, ո՞րն է քո սիրած էմոջին։ Դե հիմա Քանի անգամ ես այդ օգտագործել։ սմայլիկը։ Ծիծաղալու սմայլիկը, լավ։ Հովանուշ։ Ես վերջերս սկսել եմ շատ օգտագործել hug էմոջին, որ կրկում են իրար։ Այո։ Եվ Դե էլ չասեմ։ Սրտի կարմիր շուն։ Շունի։ Ես հիմա առաջարկում եմ հետևյալը անենք։ Մենք պիտի խաղանք կրկին ենթափուլային խաղ, որը երրորդ փուլում կոչվում է հաստատկա։ Հաստատկա ուղղակի երևի ես չեմ հիշում, բացատրեմ հաստատկայի կանոնները։ Տեսեք, ես ասում եմ երկային բառ, դուք այդ երկային բառով ըստ հերթականության երգում եք երգ, եւ որ թիմը, որ այլևս չի ունենում երգ, սպառվում է երևակայությունը, նա էլ պարվում է եւ բնականաբար հաղթող թիմը ունենում է 1 հավելյալ միավոր։ Ուշադրություն, երկային բառը, որը առանձնացրել ենք ձեզ համար երրորդ փուլում, կյանք։ Կյանքս ոնց եմ կարոտել ես քեզ։ Ոնց եմ կարոտել ես։ Չէ, այդ երբ Մաքսիմ Ռաբիզ է երգում ես։ Իսկ դու ո՞րն ես ասում։ Կյանքս Էրնեստ Օգանեսյան։ Էրնեստ Օգանեսյան, հայ Ռաբիզ չի։ Ռաբիզը։ Հա, օքեյ։ Լավ։ Ռաբիզ չէ։ Էստրադա է ածխանը։ Խնդրեմ։ Չգիտենք։ Քեզ կասեմ գլխավորը, տնանա սերեմ ու մի կյանք։ Այո, սերեմ ու մի կյանք։ Խնդրեմ։ Էլի մենք ասենք Այո, կյանքսով։ պիտի շարունակենք, ինքան միջև ինչ-որ մեկի երևակայությունը վերջանա։ Կարող եք օգտագործել նաև жизнь եւ life բառերը, անգլերեն, ռուսերեն։ Բայց կարանք ասենք։ Ոնց էր։ Երկում է ինձ մեզ համար։ Я эту жизнь тебе отдам։ Լմելացեից մի բան իշի։ Հովանուշ, Այո։ Կամիլա, խնդրեմ։ Կյանք։ Life is life, na. Հետո։ Life is life. Կանգար կյանքի կարուսել։ Կանգնիր կյանքի կարուսել։
Լավ, ուղղակի ձեր պատմությունները կյանքի կարուսել շնիկ, խնդրեմ։ Կյանք ուտող չիլա եւ դլի Չիլա եւ Դե Ամեն ասեմ որ ջիշի Հյուգոյի խաղացին մեզ Ես չեմ հիշում, պիտի Any Life of Հիշում եք շատ հայտնի երկար Ջոկեր ֆիլմում, երբ Ջոկերը իջնում էր աստիճաններից, որ երկներ միանում։ Քեզ թվում է Ջոկեր ֆիլմը նայած կլինեն նրանք։ Հա։ Չեմ կարծում։ Իրապե։ Արա անջան կարող Հա, ես մենք ենք Այն մի հատ երգ է Հյուգոյի երկել, տարբերակն է, ու ես պիտի սկսեմ արդեն հաշվել։ Ոյ կյանք That's Ինչ That's life։ That's life That's life, հա, երկի մի Հա, էդ էլ կա։ That's life That's life Այն ամանով ինչ որ երգ է։ Լավ, այս տարբերակը հաշվում ենք, ամեն դեպքում ես ստացա այդ բառը։ life Հիշում Այն ամանով երկն է։ Ճիշտ է։ Հիշում եք մի հայտնի ֆիլմ կար թողարկված, հետո նկարվեց դրա 25 տարի անցը։ Չգիտեմ, բայց մենք գիտենք մի տարբերակ, կարանք Խնդրեմ հետասեք ասեք։ It's my life։ It's my Կյանքի գնովի life։ հետ, բայց Չէ, ես չէ, մենք It's my life, okay։ Այդ Դուք էլ կարող եք ես իմ հուշածը երկել։ Էդ է ուզում Ահա, հիշել։ խնդրեմ։ Կյանքի գնով, ինչ այդ երկն է, թե։ Մեծ սեր Սաստող իրանք ասեն հետո։ Ինչ գիտեմ խորոված ես անում։ Ես գիտեմ Ասա։ կյանք Հա կյանքու կռիվ Կյանքու Հա, այդ կռիվ երկն է։ ֆիլմի Դե soundtrack-ը երկի։ Ինչու կյանք ու Ուզում կռիվ, կյանք ու կռիվ։ խաղաղության մեջ ամենքին Այո, ճիշտ է, այս տարբերակն ենք հաշվում։ Հետո Խնդրեմ, հիմա ձեր տարբերակը։ կոտորվելով էս էլ ենք հաշվում Հաշվում։ Հիմա ձեր տարբերակը։ Սա հուշացի։ It's Էդ էլ է ֆիլմի soundtrack forever։ Էս էլ ենք Էս էլ ենք հաշվում։ հաշվում։ Բայց արդեն ես այլևս խաղացի ձեր փոխարեն, հիմա եթե խաղում եք, դուք եք խաղում։ 1 Հյուգո եւ Արմեն ձեր հերթն է։ 1 ռուսերեն շատ երգեր կան։ Իրապե։ Ինչ էր Մեկ։ բառը մոռացա արդեն, կյանք, հա։ 2 3 Ինչև քանիսն եք հաշվել Մինչև 10 10 Մինչև 10 գիտեմ 4 5 6 7 8 Չէ, Ինը, մտքից 10 վերջ Առավել։ Հյուգոն եւ Արմենը պարտվեցին ենթափուլային խաղում, միավորը Ավտոմատ ձերն է, հաղթում ենք մենք, հաղթում այո, եք դուք եւ շնորհակալություն բնականաբար երեխեք, մեր երկու Հաղթեք։ երգերից ընտրում եք դուք։ Երրորդ փուլում ձեզ համար առանձնացրել ենք հետեւյալ երգերը. Միհրան Ծառուկյան ով իմանար եւ Արսեն Գրիգորյան տես։ Տես։ Գունե տեսնենք Գոնե իրար տես։ հետ։ Ասե Գրիգորյան տեսը։ Ես իմիջիալոց Ես իմիջիալոց վստահ եմ որ ես քո ստորիում կարծեմ տեսել եմ այդ երգը քո ստորիում լավ հասկացա ամեն դեպքում մեկի ստորիում տեսել եմ դե ինչ Հովանուշը եւ Կամիլան բացում են առաջին դուետային համարը մեր տաղավարում եւ մենք սկսում ենք հենց նրանց հետ միասին միանգամից 2000-ականների շունչ է զգացվում մեզից Սերը ինձ տվեց թևեր, բայց դու կոտրեցիր Եվ սիրում էի քեզ անհատ, դու ինձ թողեցիր Ես գերի եմ ես դարձել քո դաժան խաղին Թող գոնե ես քեզ տեսնեմ սիրտս ամոքին Տես, ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին ով քեզ սիրի Քեզ շոյի ու համբուրի Իր գրքում քեզ տակացնի Ինչպես որ ես Ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս իմը չես ու չես գտնի Մեկին որ քեզ սիրի Քեզ շոյի ու համբուրի Իր գրքում քեզ տակացնի Ապրես Ինչպես որ ես Վստահ եմ որ շատ մարդիկ ովքեր որ հիմա լսում են տեղափոխվում են հետ 2000-ականներ դեպի դպրոցական տարիներ ես ամենադեպս դեպի դպրոցական տարիներ թե դեպի ուր գրեք դուք կոմենտերում կոմենտերի բաժնում Հովանուշ գնաց Միակներով ստացավ սերը իմ սրտում Քեզ գտնելն էր մեծ բերկրանք կորցնելն անտանելի Ախ որքան հիմար է ես որ հավատացի Թե կողքիս ես դու հավետ չանցավել մի տարի Տես ծնորվել եմ ես կարծես Չեմ գտնում իմ տեղը ես Դու այլևս
Չէի սպասում, Շատ բայց լավ է։ հալալ է։ Շատ լավ դուետ էր, շատ։ Ես անգամ ավելին ասեմ, պետքա ոչ միայն ղեկին երգել միասին, այլ նաև մտածել դուետ անելու մասին միասին։ Փոխում եմ մասնագիտությունը։ Վերջ, Հովանուշը որոշեց փոխում է իր մասնագիտությունը։ Դուք ձեր թիմին բերում եք պատվավոր Ոչ մի միավոր։ 5 միավոր։ Եկեք ծափարենք 5 ճիշտ գուշակված էմոջի։ Նոր երգ։ Այո։ Իսկ հիմա տեղափոխվենք Հյուգոյի եւ Արմենի թիմ, հասկանանք թե արդյոք տրամադրված եք երգելուն։ Այո։ Խնդրեմ երգահարթակը Հյուգոյին եւ Արմենինն է, իսկ մենք ծափարում ենք ու ոգևորում նրանց, գնացինք։ Միասին լավ հումորներ եք անում, մենք տեսնենք ոնց եք միասին երգելու։ Փորձել եք։ Չէ։ Ով իմանար, որ պիտի հանկարծակի քո սերը դուրը իմ թակի շատ Եյ! Ով իմանար, որ պիտի սիրտս արագ զարկի քեզ տեսնելի սաղաղակի Ասա ինչպես կարողացար դու համոզել իմ սարած սրտի կներես մի վարկյանում սիրահարվել սիրուց հանվել ձմերված սրտի Ամենամեծ Իմ երազանքը կատարվեց Հիմա դու քո տեղում ես Իմ սրտի մեջ տեղում ես Ասա ինչպես դա պատահեց Ամենամեծ Հասկացոր կարող կամած Իմ երազանքը կատարվեց Ավելի լավ է ստացվում Հիմա դու քո տեղում ես Իմ սրտի մեջ տեղում ես Ասա ինչպես դա պատահեց Արմեն, ուշադիր Անգերանի թե երբեք Հեքիաթը չհանդատվի Սիրո հեքիաթը չընդհատվի Անգերանի թե երբեք Այս պահը չավարտվի Երնեք այս պահը չավարտվի Ասպերի տակ իրար գրկած Հիմա կանգնած Կամուրջի սիրո Դիմավորում ենք մայրամուր Բարուրված սիրո ամենամեծ Իմ երազանքը կատարվեց Հիմա դու քո տեղում ես Իմ սրտի մեջ տեղում ես Ասա ինչպես դա պատահեց ամենամեծ Իմ երազանքը կատարվեց Հիմա դու քո տեղում ես Իմ սրտի մեջ տեղում ես Ասա ինչպես դա պատահեց Մերսի Շուշան ջան։ Շատ Էդ ինչ դուետ էր, էդ ինչ էի կարակ քննարկում իրար այդ վերջում Ճեպա դուետ էր, ավերջը, ճեպա դուետ։ Ճեպա դուետ, բայց ինչ էի, հետաքրքիր ինչ որ էինք ռադիո Երևի բարերը հասկացա։ Եվ եկեք հասկանանք թե քանի միավոր բերեցիք դուք ձեր թիմին, իսկ դուք ձեր թիմին բերեցիք 5 միավոր։ Ընդամենը մեկ մայրամուտ բառն էր, սխալ, այո, կարծում Լուսաբաց, մայրամուտը չդիմավորեցինք, բայց լուսաբացը կդիմավորենք, այո։ Եկեք ծափարենք Հյուգոյին եւ Արմենին, շատ լավ կատարման համար։ Խնդրեմ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, իսկ մենք պիտի արդեն ամփոփենք մեր երրորդ վերջին փուլի հաշիվը։ Իսկ հաշիվը 11 եւ 17 հոգու Հովանուշի եւ Կամիլայի։ Շնորհավորում ենք։ Ես ուզում եմ ձեզ Գոսպորտի կողմից հանձնել նվերներ։ Ուզում եմ որ դուք շատ կարդաք, կարող եք իրականում ընտրել թե ով ինչ կկարդա, բայց կարևորը որ մենք կկարդանք, կփոխանակվենք։ Ես իհարկե շնորհավորում եմ ձեզ աղջիկներ, շատ լավ ելույթ ունենալու համար, իսկ Հյուգոն եւ Արմենին ասում շնորհակալություն մասնակցության համար։ Մասնակցությունն էլ է կարևոր։ Այո, շնորհավորում եմ եւ իհարկե դուք ձեզ միտեք եւ իհարկե առաջարկում որպեսզի բոլորս վերջին անգամ վերջին երգը երգենք միասին։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Որպես տոնական երգ Սիրելի դիտողներ, ես վստահ եմ, որ դուք հավանեցիք մեր առաջին հաղորդումը, բաժանորդագրվեք մեզ YouTube-ում մնացած հաղորդումները տեսնելու համար։ Նազելի ու քնքուշ, աղջիկ է միանուշ, թևարավ ու տրավ, արդեն ուշ է ուշ։
Նազերի ու քնքուշ աղջիկ է միանուշ Թե վարավ ու տնավ արդեն ուշ է ուշ Անցել է շատ երկար ժամանակ Երազում շարունակ Որտեղ ես իմ սիրուն իմ միակ Դիրապեմ Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպել, էլ չեմ դիմանա Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպել, էլ չեմ դիմանա Էլ չեմ դիմանա Ահա Փողոցում դռնետում Մանես գալիս իզուր Են սիրուն աղջիկը արդյոք ուր է ուր Փողոցում դռնետում Մանես գալիս իզուր Են սիրուն աղջիկը արդյոք ուր է ուր Սրտիս ներդուր ճարակու ես միայն Առանց ես կմնամ են տենալ Որտեղ ես իմ սիրուն իմ միակ Երկու, մեկ, գնաց Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպել, էլ չեմ դիմանա Տեսել եմ, էլ չեմ մորանա Ուզում եմ հանդիպել, էլ չեմ դիմանա Էլ չեմ դիմանա Էլ չեմ դիմանա Ես անկեղծ էլ չէի դիմանում, սպասում էի, որ ձեզ հետ առաջին անգամ հանդիպեն Կարևորը, որ դուք հավանեցիք մեր առաջին հաղորդումը, դրա մասին մեզ տեղեկացրեք YouTube-ում Իսկ ձեզ մերսի, որ եկաք, ապրեք Քեզ շնորհակալություն, որ մենք ստեղ ենք Մենք մտածեցինք բալերը չի հերիքի Բալերը չի հերիքեց չէ, իրականում բոլորի բալերը Բալելը հերիքեց Կարաոկե 963 Երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր Pop, rock, rap, շանսոն հայկական Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում